Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան 1349 անձ, Ռուսաստանի Դաշնություն 1165 անձ, Իրան 550 անձ, Հորդանան 172 անձ, Շրի Լանկա 148 անձ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4439, որոնցից 747 անձի դեպքում որպես հիմք համարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2023 թվականին մեծ շուկով բացվեց Մարտունի բժշկական կենտրոնը, այնուհետև կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունն անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետևանքով նույնիսկ առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից։ Փոխնախարարը եւ ԾԻԳ-ի պետը, ինչպես նաեւ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, սակայն 1-2 ժամ հետո նա նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մի քանի անգամ հայտարարվեց մրցույթներ բուժհաստատության տնօրեն նշանակելու համար, եւ այսպես 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ, սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2025 թվականի հունվարի 16-ին վարչապետի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող, ազատվելով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ Օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է ինչ թափուր է։ Դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն վարչության պետն ցանկանում նշանակել ոչ թե դատախազության կադրերից մեկին, այլ դրսից բերված մասնագետի, որը առնչություն չունի դատախազության հետ, եւ հենց այս հանգամանքը ապօրինի գույքի բռնագանձման գործը քննող դատախազների շրջանում խռովությունների պատճառ է դարձել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամների աջակցության ծրագիրը, ապրիլից մինչև հունիս պետությունից աջակցություն կստանան բացառապես առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկանները եւ կենսաթոշակառուները, այն էլ անձը 40,000 դրամ 50-ի փոխարեն։ Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել եւ հայտնվելու են փողոցում։ Մեր տեղեկություններով այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին եւ պատիվ ունեմից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մասնավորապես թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն։ Սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն падգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին հիվանդանալ եւ իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս հաշվեհարդարին։ Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա մեր աղբյուրների պնդմամբ կլինեն ԿՊԱ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է եւ ԿՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել, ամփոփիչ բանավեճից փրկելով Սարիկ Մինասյանին։ Օրաթերթին լուրեր հասան, որ ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որևէ պատճառ եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց, այնտեղ ուղարկելով իրենց ծանր հրետանուն Նազելի Բաղդասարյանին։ Սակայն Բաղդասարյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հերքեց տեղեկությունները։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ԿՊԱ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջևում է։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ Միջանցքի, ոչ Սահմանադրության փոփոխության, ոչ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ոչ էլ անկլավների թեմայից։ ԿՊ վերջին փակնիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրան Աշենը վերցնելու է, ինչպես նաև Տավուշում իրեն պատկանող 3 տարածքները։ Դրանց թվում է նաև
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ ԿՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է, իսկ հնարավոր չէ Տիգրան Արցվաշենով փոխարինել։ Ակնհայտ է, որ Տիգրան վերցնելով Սյունիքն ու Վայոց-Ձորը կտրվելու են Հայաստանից։ Փաշինյանը հարցից վրդովել է, թե ինձ մղում եք հանցագործության, ինչպես կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու։